Լևոն Տեր-Պետրոսյանին առընթեր գիտատեխնիկական քաղաքականության խորհուրդը 1997-ի դեկտեմբերի 16-ին գումարում է իր առաջին նիստը, քննարկվում են հայ գիտության ռազմավարական խնդիրները։ Ժուրնալիստիկայի ֆակուլտետում նույն օրը ապագա լրագրողները շփվում են գործող լրագրողների հետ, ընդհանուր զրույցից պարզ է դառնում, որ լրագրող դառնալու համար այս ֆակուլտետն ավարտելը պարտադիր չէ։ Երիտասարդ կոմունիստները բողոքում են Իրաքին ուղղված Ամերիկայի ռմբակոծություններից։ Ամերիկացիներն ըստ կոմունիստների ուզում են ցույց տալ, որ իշխում են ամբողջ աշխարհին։ Մենք Հայաստանի կոմունիստական երիտասարդական միությունը բողոքում ենք այդ հակամարտկային գործողությունների դեմ եւ պահանջում ենք, որպեսզի անհապաղ դադարեցվեն այդ գործողությունները։ Նույն օրը Երևանի փողոցներում հավաքված աղբով հանդերձ աղբատար մեքենաների շարասյուն է, պատճառն այն է, որ չեն թողնում հավաքած աղբը դատարկել Նուբարաշենի աղբանոցում, վերջինիս փողը 12 միլիոն դրամը սանմակրման ձեռնարկությունը չի փոխանցել, օրվա երկրորդ կեսին գործին միջամտում է քաղաքապետարանը, ստիպում է աղբանոցին, ընդունում են աղբը։ Այս պահին ազգաբնակության կողմից վարձավճարների գանձումը շատ դժվար վիճակում է եւ հնարավորությունները ձեռնարկության շատ ծանր են ֆինանսական առումով։ 1999-ի դեկտեմբերի 16-ին Հրանտ Բագրատյանն ասում է, կարելի է միանալ Ռուսաստան-Բելարուս միությանը, բայց պետք է որոշել Արցախը մեր հետ է, թե ոչ։ Եթե մենք առաջիկա մի 5-6 տարում գուցե այդքան ժամանակից ենք Ղարաբաղի հարցը լուծում, չէ, մենք կորցնելու ենք։ Ոչ թե թղթով, բանով, մենք անգամ Հայաստանն ենք կորցնելու։ Նույն օրն իբրև բարի կամքի նշան Հայաստանի իշխանություններն ազատ են արձակում ադրբեջանցի ռազմագերի Ռաիլ Ֆարաջևին։ 19-ամյա այս տղան ձերբակալվել է 1998-ի մայիսին Վայոց ձորի Խաչիկ գյուղի մոտ։ Սակայն Հայաստանում շարունակում է մնալ ադրբեջանցի եւս 8 ռազմագերի։ Մեր ԱԱԾ-ն ասում է, եթե Ադրբեջանը բաց թողնի մերոնց, մենք կշարունակենք ազատել նրանց գերիներին։ С августа 94 года в Азербайджане ни одного. Это я заявлял до сих пор неоднократно и очень твердо сейчас заявляю, ни одного заложника не было. Мы тогда все, что имели, отпустили. Запрещено вообще всем нашим структурам азербайджанским, там, военным, полицейским, там, всем силам, которые могли бы это, значит, совершить, брать заложников. Тогда президент Алиев сказал, что освобождает всех военнопленных. Но я думаю, что если бы попали какие-нибудь военнопленные, а это всегда может случиться, то тогда Азербайджан будет отвечать такими же самыми шагами. Հայաստանի ավիացիան ամբողջովին քայքայված, մասնատված եւ հիմնականում կոռումպացված է 2000-ի այսօրը 4 ամսյա պաշտոնավարումից հետո հայտարարում է Հայաստանի քաղաքավիացիայի պետը։ Անտերություն կամ անտերություն մտածված կերպով կամ անտերություն անգարագիտության հետևանքով։ Պարտկեր։ Բազմաթիվ քարտուղարուհիներ, բջջայինների անիմաստ զանգեր եւ սպառված վառելիքի դիմաց միշտ 14% հավելյալ վճար, ահա պարտքերի պատճառը։ Ստացվում է, որ հայկական ավիաուղիները տարեկան կորցրել են 300-ից 350-370 հազար դոլար այդ 14%-ները, որ վրա են դրել։ 400 քանի հազար դոլար մի տարվա մեջ գնացել են գործողություններ։ Ինչի են գնացել, ինչ հարցեր են լուծել։ Հաջորդ տարի այսօրն ավարտվում է Զվարթնոց օդանավակայանը Աերոպորտուս Արխենտինա ընկերության ավատարմագրման կառավարման հանձնելու նախապատրաստական աշխատանքները։ 120 օրվա ընթացքում 30 տարվա կառավարման ժամկետով օդանավակայանը եւ Բեռնահամալիրը կհանձնվեն Էդուարդո Էրնեկյանին, որին այսօր ընդունել էին նախագահն ու վարչապետը։ Էրնեկյանը մտադիր է պահպանել Զվարթնոցի շենքը եւ այն վերածել բիզնես կենտրոնի։ Նոր Զվարթնոցը կկառուցվի բարձրակարգ սպասարկման սրահի շենքի տեղում։ Էրնեկյանն ասում է, գիտի, որ իր բռնած գործը ռիսկային է։ 2001-ի այսօրը Բաքվից Երևան է ժամանում Ամերիկայի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը, նրան Սերժ Սարգսյանի հետ ընդունում է Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպումից հետո լրագրողները Ռամսֆելդին հարցնում են, ժամանակը չէ, որ Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը։ Այս մարդը դժվարանում է պատասխանել կամ գուցեև այդպես էլ չի հասկանում հարցը։ Իհարկե, Թուրքիան եւ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի անդամներ են, իսկ Միացյալ Նահանգները, Թուրքիան եւ Հայաստանը ներգրավված են գործընկերություն հանուն խաղաղության ծրագրում։ Բոլորս էլ պիտի միասին աշխատենք։
2010-ի այսօր է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հայտարարած մրցույթի արդյունքում եթերազրկվում է ԱԼՄ-ն։ Փաստորեն ինձ հայրենիքը գցեց, ասում է ԱԼՄ-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը։ Նա վստահեցնում է, որ $15 միլիոն էր ներդրել այդ հեռուստաընկերության համար։ Սրա տակ քաղաքական պատճառներ կան։ Ես Ռուսաստանից եմ եկել, իմ աշխատած $15 միլիոն բերել եմ հայրենիք։ Ես իրականում ունեմ հեղինակություն։ Իրականում իմ խոսքը լսում են, թե չէ ինչու պետք է իրենք խախտումներով զրկեին ինձ, հասկանալով, որ ես Եվրոդատարանում կհաղթեմ։ Ես արդեն գումարներ եմ ճարել, մի քանի $1 միլիոն։ Ես փորձելու եմ եթեր առնել։ Ես առնելու եմ եթեր, ես լինելու եմ եթերում, որտեվ ես իրենց հաճույք չեմ պատճառի։ Իրենք ուզում են ինձ հերոս դարձնեն, կդարձնեն։